Սակոն։ Սակո։ Սակոյի զառանցանքը անցած հաղորդմանը անդրադարձանք, հա, Սարգիս Կարապետյանին, Սամվել Կարապետյանի որդու այն օրվա հայտարարությունը, սեքսի նախարարություն, անբավարարված կանայք բանման, բրիտանական թերթերը սկսել են բանը տելեգրաֆը գրում է, տպել էր, հրապարակել էր, ուղիղ էր գրել վերնագրի մեջ, որ Հայաստանը ուզում է բացել սեքսի նախարարություն։ Չկար գրած էլի վերնագրում, որ այս ինչ մարդը ջահելը, ջուհուլը, միլիարդատերը նման բան է ասել։ Հա, այդ տելեգրաֆի Facebook-յան էջում մտա գրեցի, այս դուք տելեգրաֆն եք, թե հեռախոսի բուտկա եք տարել արդեն էլի։ Ինչն է ցես խանգարում, գրել որ այս մարդն ասել, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը բացելու է նման բան։ Իդեպ ցենսուն չկա առայժմ, այն ներողությունից հետո ոնց որ թե կոչկել են փոխաբերական իմաստով ասել են այդ տղա ջան նստից են մի հանի մինչև անցնի վտանգը այս շուխուր շամատեն անցնի, բայց ես կռահում եմ որ սա վերջը չէ։ Այն Նարեկ Կարապետյանը այս աղբորի հետ Սարգիս Կարապետյանի հետ նորանոր ուրեմն ծաղիկներ է մատուցելու Հայաստանյան Հանրությանը, քֆուր քյաֆարա ուրեմն Facebook-յան դաշտում շարունակվում է էլ թուսուս ծավալով, ահա թե ինչի ով էր լիզվից քաշել, այդպես էլ չհասկացանք ժողովուրդ ջան, չգիտեմ էլի, այդքան միլիարդի մեջ նստած չունենալ մասնագետ, որ ասի տղա ջան չի կարելի նման բաներ խոսել, էլի կամ բերել խոսելի կդ քննարկենք, չեն ճարել էլի փաստորեն, ոչ ոք ռիսկ չի արել կասի, թե դա խոսալու բան։ Հետի նստած երկու երիտասարդները, որոնց հետ ինքը Իզբերացիելնի կամպանիայի պրոգրամա պետք է մտածեին, մշակեն, թե մշակում են, հա, նրանք էլ չկռահեցին, որ ասեն Սարգիս ջան, չարժի նման բան խոսել, սիրուն չի, Տարոն ջան, հետ սիրուն չի, մի արեք նման բաներ, մի խոս, պահեք հոգու խորքում, իսկ եթե ավելի լավ է, փորձեք թոթափել այդ բեռը, չգիտեմ որտեղից է գալիս էլի ծանր ժառանգություն կա, բան կա եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։